Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրաձայնված հեծի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, խոսքը վերաբերում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։ Լիպարիտն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը եւ նշել, այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո կառավարությունը ԵՍՄ հիշել էր ինձ մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրան կառավարությունը ԵՍՄ դեռ ստիպված է լինելու հեշտեր։ Կարճ ասեմ, ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը, ավելին այս ամենը հետևում է սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել քաղաքացիական պայմանագրի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։ Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ կառավարությունը դու չես, ասել է Լիպարիտ Դրմեյանը։ Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին հայտնել են քննչական կողմից։ Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ բռնություն գործադրելու հրապարակային կոնչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում եւ հայտարարված է հետախուզում, հայտնել են քննչական կոմիտեից։ Այսօր ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 արդարների գործով դատական նիստը, դատարանը կամք նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարացրել է եւս մեկ ամսով մինչեւ սեպտեմբերի 4-ը։ Սրբազան պայքարի գործով անցնող 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է մեկ ամսով։ Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը չի ազատազրկվի, վերաքննիչ դատարանն էլ մերժել է դատախազության բողոքը, ավելի վաղ հակակոռուպցիոն դատարաններ մերժել պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քննչականից եւ տեղափոխվել կալանավայր, ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ նրան, սակայն Ծառուկյանը հասցրել է արձագանքել Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե այսպիսով թալանացն է հետ բերում։ Ծառուկյանն ասել է, արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Նախորդ որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից, այս մասին հայտնել է երեխայի հայրը Տիգրանը։ Հայրը դեռ չի տեսել երեխային, նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, հոր խոսքով երեխայի վիճակը լավ է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից էլ հայտնել են, որ համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողների եւ քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան գրություն է թողել, որում հայտնել է, որ ցանկանում է ճգնավոր դառնալ։ Նշենք, որ Վահեն դպիր է Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրել է եւս 3.47 միլիարդ եվրո, 90 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։ ԵՀ-ի հաղորդմամբ միջոցները նախատեսված են հարվածային անօդաչու թռչող սարքերի, հեռահար ռեակտիվ ԱԹՍ-ների, հրթիռների եւ շվեդական Գրայֆեն կործանիչների ձեռքբերման համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, նոր ֆինանսավորումը նպատակ ունի ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը։ Նրա խոսքով այս օգնությունը կօգնի պաշտպանել ուկրաինական երկինքը եւ խաղաղ բնակչությանը։ Reuters-ի տեղեկություններով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Իրանի նկատմամբ հետագա քաղաքականության 3 հնարավոր տարբերակ։ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի հետ փոխզիջումային համաձայնագրի, տնտեսական ճնշման եւ շրջափակման շարունակման, ինչպես նաեւ լայնածավալ ռազմական գործողությունների սցենարները։ Աղբյուրների փոխանցմամբ Նեթանյահուն ներկայացրել է նաեւ մի շարք այլընտրանքային առաջարկներ, որոնց մանրամասները չեն հրապարակվել։ Իսրայելական կողմը ըստ Reuters-ի սպասում է Վաշինգտոնի վերջնական որոշմանը հետագա քայլերը համակարգելու համար։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ստուգայց է կատարել Էգեյան ծովի եւ Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում եւ ռազմածովային օբյեկտներում։ Թուրքիայի սահմանամերձ կղզիներում եւ Մարիցա գետի բնագծում տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հակադրոնային համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է Հունաստանի բազմաշերտ հակաօդային պաշտպանության Աքիլեսի վահան նախագծի շրջանակում։ Նախաձեռնության նպատակն է արտիականացնել ռազմական ենթակառուցվածքները, վերահսկողության համակարգերը եւ ռազմաբազաների պաշտպանությունը։ Նախագիծը նախատեսում է առաջնագծի կղզիներում ուժեղացնել ԱԹՍ-ների դեմ պայքարի հնարավորությունները։ Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը ԱՄՆ Սենատում անցել է երկրորդ ընթացակարգային քվեարկությունը։ Փաստաթղթի քննարկումները շարունակելու օգտին քվեարկել է 84 սենատոր, դեմ 12-ը։ Օրինագիծը նախատեսում է խստացնել սահմանափակումները Ռուսաստանի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաեւ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին աջակցող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ։ Այն նաեւ ներառում է նոր սահմանափակումներ Ռուսաստանի կենտրոնական բանկի, Սբերբանկի,
Գազպրոմբանկի եւ խոշոր էներգետիկ նախագծերի նկատմամբ։ Հանրապետականները մտադիր են փաստաթուղթը վերջնական քվեարկության դնել մինչև շաբաթվա վերջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է. Իրանին հրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով նման տեղեկությունները հիմնավորված չեն եւ փաստացի հիմք չունեն։ Մաո Նինը նշել է, Չինաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության եւ հակամարտությունների դադարեցման օգտին։ Նա հիշեցրել է, Պեկինը բազմիցս ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Սաուդյան Արաբիան նախաձեռնել է միջազգային նոր կոալիցիայի ստեղծում Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Էր-Ռիադը ծրագրում է միավորել շուրջ 50 պետություն հութիների գործողություններին, ինչպես նաև ծովահենության եւ մաքսանենգության դեմ պայքարելու համար։ Արդեն համաձայնություն են տվել Եգիպտոսը, Սուդանը, Ջիբութին, Սոմալին, իսկ հրավերներ են ուղարկվել նաև Թուրքիային, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, Պակիստանին եւ մի շարք այլ երկրների։ Նախաձեռնության հաջողությունը մեծապես կախված է ԱՄՆ-ի մասնակցությունից։ Եվրոպական մի շարք երկրներ երևս պատրաստ են միանալ, եթե կոալիցիային մասնակցի նաև Վաշինգտոնը։ Թուրքիան Էստոնիայի Էմարի ավիաբազայում տեղակայել է 5 F-16 կործանիչ Baltic Air Police-ի առաքելությանը մասնակցելու նպատակով։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով առաքելությունը կշարունակվի օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը։ Այդ ընթացքում թուրքական ավիացիան մասնակցելու է Բալթյան երկրների օդային տարածքի ուժեղացման պահպանությանը։ Բացի կործանիչներից Էստոնիայի տեղափոխվել նաև անհրաժեշտ անձնակազմը։ Անկարան հայտարարել է, շարունակում է ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության ծրագրերին։ Ուկրաինական հեռահարանոթաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել Ռուսաստանի փաստացի նավթավերամշակման հզորությունների ավելի քան 30%-ը, իսկ անվանական հզորությունների մոտ 45%-ը։ Այս մասին նշվում է Financial Times-ի ուսումնասիրության մեջ, որը հիմնված է արբանյակային լուսանկարների, ջերմային մոնիթորինգի տվյալների եւ այլ գնահատականների վրա։ Ըստ պարբերականի վերջին շրջանում հիմնական թիրախ են դարձել ոչ թե վառելիքի պահեստները, այլ նավթավերամշակման գործարանների առանցքային տեխնոլոգիական կայանքները, որոնց վերականգնումը կարող է ամիսներ տևել։ Ամենաշատ տուժածների թվում նշվում են Տուապսեի, Օմսկի եւ Մոսկվայի նավթավերամշակման գործարանները։ Աքսիոսի փոխանցմամբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև Իրանի հարցով տարաձայնությունները վերածվել են անձնական լարվածության։ Աղբյուրների համաձայն Վենսը կողմ է եղել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն, մինչդեռ Նեթանյահուն դեմ է արտահայտվել փոխըմբռնման հուշագրին։ Հոդվածում նշվում է, կողմեր միմյանց հասցեին փոխադարձ դժգոհություններ են ունեցել ինչպես փակ, այնպես էլ հրապարակային մակարդակում։ Վերջերս Վաշինգտոնում նրանք առանձնազրույց են ունեցել, փորձելով քննարկել կուտակված խնդիրները։ Ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաների գնահատմամբ հանդիպումն անցել է ուղիղ եւ անկեղծ մթնոլորտում։ Զելենսկին հերթական զանգվածային հարվածներից հետո հայտարարել է, երկիրը բախվել է հակաօդային պաշտպանության հրթիռների սուր պակասի։ Նրա խոսքով արևմտյան գործընկերների կողմից օգնության ուշացումը հանգեցնում է նոր զոհերի եւ ավերածությունների։ Զելենսկին հայտնել է, Ռուսաստանը վերջին հարձակման ընթացքում կիրառել է ավելի քան 70 հրթիռ եւ 280-ից ավելի հարվածային ԱԹՍ-ներ։ Նախագահը նշել է, ուկրաինական հոպին հաջողվել է խոցել ավելի քան 260 ԱԹՍ եւ մի շարք թևավոր հրթիռներ, սակայն առկա պաշարները բավարար չեն։ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա համապատասխան որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ժամանակ։ Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով, ասված է հիմնավորման մեջ։ Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ է հատկացվելու Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի կազմակերպման եւ անցկացման նպատակով փառատոնը կանցկացվի Սևանալճի ափին։ Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ եւ հայ-ռուսական հարաբերություններն ուրիշ բան են եւ մենք տեսնում ենք, որ տեղ-տեղ ուրիշ բովանդակություն ունեն, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրը հետեւյալի մեջ է, Հայաստանի Հանրապետությունը որոշել է ունենալ այլ ընտրանքներ, այդ թվում քաղաքական առումով Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ, խնդիրը հետեւյալն է, կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերությունները չպետք է լինեն, մենք չենք ընդունում դա, ասել է Փաշինյանը։
Կառավարությունից հայտնում են, որ իրենց աջակցությամբ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է, հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը 21, բանջարեղենը 8։ Նշվում է, որ 2026 թվականի օգոստոսին եւս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի եւ խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսվարողներին։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նշենք, որ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ որոշել էր 1 ամսյա կալանքի ենթարկել ՀՀԿ փոխնախագահ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին։ Ըստ քննչական կոմիտեի վարույթը վերաբերում է շուրջ 200 միլիոն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, փոխանցել են քննչական կոմիտեից։ Կատարվում են քննչական գործողություններ։ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Օրերս Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ Գյումրիում ձերբակալվել է Հայաստան դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու ստանալու գործի շրջանակում։ Ընտրակաշառք տալու ստանալու դեպքերով նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած եւս մեկ անձ, նշել են կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալել էին Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Արան Նախշքարյանին, ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։ Անհետ կորած 14-ամյա Վահե Ապրիկյանի մայրը Գայանեն հայտնել է, որ տեսախցիկները ֆիքսել են, որ թուն տեսախցիկների ձայնագրությամբ անձամբ է տեսել, թե ինչպես է որդին ավտոբուսից իջնում Գողթի երկրորդ լցակայանի մոտ։ Ավտոբուսի վարորդն էլ տեղեկացրել է, որ երեխային տեղափոխել են դեպի Գառնի Գեղարդ տարածաշրջան։ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարթհայզերի խոսքով Եվրամիությունը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այն վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ եւ միանա հակառուսական պատժամիջոցներին։ Նա նշել է, որ Հայաստանը չպետք է զոհաբերի իր ազգային շահերը եւ պարտավոր չէ կատարել ԵՄ բոլոր պահանջները։ Կարթհայզերի կարծիքով Երևանի եւ Բրյուսելի քաղաքական մերձեցումը կարող է թույլատնել Հայաստանի դիրքերը եւ վնասել նրա հարաբերություններին Ռուսաստանի հետ։ Նա նաեւ պնդել է, որ ԵՄ-ն չի կարող իրական անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին եւ օգտագործում երկիրը սեփական քաղաքական նպատակների համար։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, թե Բրյուսելը պահանջել է Երևանից կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը մշակել է Իրանի դեմ մինչև 2 շաբաթ տևող օդային գործողության ծրագիր։ Աղբյուրների համաձայն Թրամփը քննարկում է 2 տարբերակ՝ լայնածավալ ավիահարվածներ Իրանի հրթիռային ներուժի դեմ կամ ավելի սահմանափակ գործողություն դիվանագիտական նպատակներով։ Նշվում է, քննարկվող քայլերը պատասխան են այլ հրթիռային հարվածներին, որի պատասխանատվությունը Վաշինգտոնը վերագրում է Թեհրանին։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զգուշացրել է նախագահային հակաօդային պաշտպանության հրթիռների պաշարների վտանգավոր նվազման մասին։ Գերմանալեզու բարբերականը հաղորդում է, Ռուսաստանը նոր ծովային մատակարարման երթուղի է կազմակերպել Մալիում տեղակայված աֆրիկյան կորպուսի համար։ Հրապարակման համաձայն Մոսկվան սկսել է օգտագործել Տոգոյի տարածքը որպես տարանցիկ ուղի, շրջանցելով նախկին լոգիստիկ դժվարությունները։ Նշվում է, որ ռուսական ռազմական շարասյունը Բալթիյսկի ռազմածովային բազայից անցել է ավելի քան 10,000 կիլոմետր, հասնելով Գվինեական ծոց, այնուհետև Բամակո։ Այս երթուղին կարող է ամրապնդել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Արևմտյան Աֆրիկայում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների։ Գերատեսչության տվյալներով թիրախավորվել են վառելիքային էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ, որոնք նախարարության պնդմամբ օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ ՌԴՊՆ-ն նաեւ հայտնել է սպառազինության զինամթերքի եւ վառելիքի պահեստների, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ պահպանման վայրերի խոցման մասին։
Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար լրացուցիչ 8.3 միլիարդ եվրոյի ֆինանսավորման տրամադրումը 2026 թվականի ընթացքում։ Որոշման համաձայն Կիևը պետք է իրականացնի բարեփոխումների նոր փաթեթ, որպեսզի կարողանա ստանալ նախատեսված միջոցները մինչև տարեվերջ։ Փաստաթղթում նշվում է, առաջնահերթ պահանջները վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին եւ օրենքի գերակայության ամրապնդմանը։ ԵՄ-ն ընդգծում է, այդ բարեփոխումները հանդիսանում են Ուկրաինայի հիմնադրամի շրջանակում ֆինանսավորման պարտադիր պայման։ Բրյուսելը վստահեցնում է շարունակելու աջակցել Կիևին, միաժամանակ պահանջելով կոնկրետ արդյունքներ բարեփոխումների իրականացման հարցում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, ամենակարողի օգնությամբ ագրեսորը կպատժվի արդեն այսօր։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, պատրաստվում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, ի պատասխան Իրանի տարածքի վրա իրականացված գիշերային հարձակումների։ Իսրայելի ղեկավարությունը մտահոգված է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության հարցում չունի հստակ ռազմավարություն։ Աղբյուրների համաձայն Թել Ավիվում մտավախություն ունեն, Վաշինգտոնը կարող է շարունակել հակամարտությունը առանց հստակ քաղաքական կամ ռազմական վերջնանպատակի։ Նշվում է նաև, որ Իսրայելում անհանգստացած են ԱՄՆ-ի հնարավոր պատրաստակամությամբ սահմանափակելու ռազմական գործողությունները նավթի գների աճի եւ ամերիկյան հրթիռային պաշարների կրճատման պատճառով։ Միաժամանակ Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, Իսրայելը կշարունակի աջակցել Վաշինգտոնի որոշումներին իրանական ուղղությամբ։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում առաջին անգամ Կատարից հեղուկացված բնական գազ տեղափոխող նավը հատել է Հորմուզի նեղուցը։ Նավը շարժվել է Իրանի հետ համաձայնեցված երթուղով եւ ամբողջ ճանապարհին միացրած է պահել այս տվյալների փոխանցման համակարգը։ Ըստ հրապարակման անցումը տեղի ունեցել առանց որևէ միջադեպի կամ խոչընդոտի, այնուհետև նավը շարունակել է իր երթուղին դեպի բաց ծով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող 3 նավերի։ Գերատեսչության տվյալներով Յուժնի նավահանգստում խոցվել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխող 2 չորաբեռնատար, իսկ Օցի կղզուց հյուսիս-արևմուտք դեպի Օդեսա շարժվող եւս 1 բեռնանավ։ ՌԴՊՆ-ն նաև հայտնել է Օդեսայի նավահանգստում հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաքսուկային նյութերի պահեստարանին։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը հայտնել է, Իրանի հետ առճակատման ընթացքում ԱՄՆ-ն զգալիորեն նվազեցրել է հակաօդային պաշտպանության զինանոցը։ Կենտրոնի գնահատմամբ փետրվարի 27-ից հուլիսի 27 նկատ ժամանակահատվածում ամերիկյան բանակը օգտագործել է ավելի քան 1.5000 Patriot հրթիռ եւ շուրջ 200 THAAD կալանիչ հրթիռ։ Վերլուծաբանների հաշվարկներով Patriot հրթիռների պաշարը նվազել է մինչև 759 ու 827 միավոր, իսկ THAAD համակարգերինը մինչև 234 278 կազմակերպության գնահատման Patriot եւ THAAD համակարգերին լիարժեք փոխարինող ներկայումս գոյություն չունի։ ՄԱԿ-ը հայտարարել է, ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի ուղղությամբ իրականացված հարվածները կարող են ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը նշել է, համաշխարհային կազմակերպությունը չի ցանկանում տեսնել հակամարտության հետագա ընդլայնում։ Նրա խոսքով ռազմական գործողությունների տարածումը դեպի նոր երկրներ կարող է տարածաշրջանը կանգնեցնել ավելի վտանգավոր իրավիճակի առաջ։ Հաքը նաև ընդգծել է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ դիվանագիտական բանակցություններին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը մշակել է Իրանի դեմ մինչև 2 շաբաթ տևող օդային գործողության ծրագիր։ Աղբյուրների համաձայն Թրամփը քննարկում է 2 տարբերակ՝ լայնածավալ ավիահարվածներ Իրանի հրթիռային ներուժի դեմ կամ ավելի սահմանափակ գործողություն դիվանագիտական նպատակներով։ Նշվում է, քննարկվող քայլերը պատասխան են այլ հրթիռային հարվածներին, որի պատասխանատվությունը Վաշինգտոնը վերագրում է Թեհրանին։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զգուշացրել է նախագահային հակաօդային պաշտպանության հրթիռների պաշարների վտանգավոր նվազման մասին։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում։ Նախագծի համաձայն Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից, որպես իրավական հիմք նշված է տարածքային կառավարման մասին օրենքի այն դրույթը, ըստ որի մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։ Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2021 թվականին։
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանին նշանակել է իր խորհրդական, տեղեկացնում են, որ այսօր որոշում եմ կայացրել Դավիթ Համբարձումյանին նշանակել Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։ Դավիթ Համբարձումյան դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական եւ պատասխանատու աշխատանքը հանուն Մասիս համայնքի զարգացման, բարօրության եւ յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավման, ասված է Նորայր Հակոբյանի տարածած հայտարարության մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը հայ հեղափոխական դաշնակցության անդամ համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակի տնօրեն Արցախյան պատերազմների մասնակից Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք խափանման միջոցը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռիփսիմե Գասպարյանը։ Նշենք, որ Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ ազգային ժողովի ընտրությունների նախորդ օրերին։ Նախշքարյանը ձերբակալվել էր 3 առավոտյան։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համախոհ հասարակական գործիչ եւ հայրենադարձ Գեորգի Գևորգովը ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն բոլոր հայ գերիներին կոչով պաստառը բարձրացրել է հայկական լեռնաշխարհի 2 խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան եւ Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։ Ակցիայի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների ճակատագրին, որոնք շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը հայտնել է, որ 3 առավոտյան Վահեն դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու եւ չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եւ ցանկանում դառնալ ճգնավոր։ Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթ կատարելու նպատակով եւ խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը գտնելուն պես, հոգ տանել նրա մասին եւ հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին, նշել է Թովմաս Առաքելյանը։ Ջանես Նազարյանը դարձել է ոսկե մեդալակիր Բաքվում անցկացվող M17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմշամարտի առաջնությունում։ Եզրափակիչում Նազարյանի մրցակիցը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ասլան Զուևն էր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, Կիպրոսի հարցում հնարավոր չէ անտեսել կիպրաթուրք ժողովրդի ինքնիշխան հավասարությունն ու օրինական իրավունքները։ Նրա խոսքով որևէ նախաձեռնություն, որը հաշվի չի առնում կիպրաթուրքերի շահերը, հաջողության չի հասնի։ Էրդողանը նաև ընդգծել է, Անկարան ուշադիր հետևում է բոլոր այն քայլերին, որոնք նպատակ ունեն Կիպրոսը վերածել նոր աշխարհաքաղաքական հակամարտության հարթակի։ Նա հայտարարել է, Թուրքիան երբեք չի լքի կիպրաթուրքերին եւ թույլ չի տա կրկնվել անցյալի ողբերգությունները։ Թուրքիայի նախագահը վստահեցրել է, Անկարան պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը անկախ հնարավոր հետևանքներից։ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը հզոր հարվածներ կհասցնի Իրանին, որպես Հորդանանում ամերիկացի զինծառայողների դեմ իրականացված գնդակոծության պատասխան։ Նա ասել է, Իրանը լավ դաս կստանա իր գործողությունների համար։ Թրամփի խոսքով ԱՄՆ զինվորականներն ունեցել են ընդամենը մի քանի րոպե հանկարծակի հրթիռային հարձակման արձագանքելու համար, սակայն կարողացել են խոցել հրթիռները մինչև դրանց թիրախներին հասնելը։ Ավելի վաղ ԻՀՊԿ ստորաբաժանումները մի քանի բալիստիկ հրթիռներով հարված էին հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռազմաբազային եւ շտաբին։ Ռուսական բանակը հրթիռներով եւ հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի շարք շրջանների ուղղությամբ։ Կիևում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 2-ը, իսկ Կիևի մարզում վնասվել են բնակելի տներ, տուժել է եւս 5 մարդ, այդ թվում 1 երեխա։ Լվովում մի քանի պայթյունից հետո հրդեհվել են բազմաբնակարան շենքեր, տուժել է 18 մարդ, որոնցից 14-ը հոսպիտալացվել են, իսկ փլատակների տակ դեռ մարդկանց որոնումները շարունակվում են։ Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե ավանում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում 2 երեխա, 8-ը վիրավորվել են, իսկ փրկարանները չեն բացառում, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Պոլտավայի մարզում անօդաչուների հարվածից զոհվել է 1 մարդ, վնասվել են ձեռնարկության պահեստներն ու Նովայա Պոչտայի տերմինալը, իսկ Զելենսկին կոչ է արել գործընկերներին արագացնել Պատրիոտ համակարգերի հրթիռների մատակարարումը, ընդգծելով, որ դրանից ուղղակիորեն կախված են մարդկանց կյանքերը։ Իրաքում Իրանի աջակցությունը վայելող Հաշտ-ալ-Շայիբ խմբավորման օբյեկտների դեմ ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 զինծառայողներ Խաշան քաղաքից։ Գործողության ընթացքում ոչնչացվել են մի շարք ռազմական օբյեկտներ։
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս տվյալները հաստատել է Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Մինորու Կիհարան։ Նրա խոսքով հինգշաբթի առավոտյան դրությամբ Կյուսյու կղզու գրանցված մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է 28 մարդ։ Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր 18 զոհի մասին, սակայն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում զոհերի թիվը աճել է։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը շատ հիասթափված կլինի, եթե հաստատվի, որ Չինաստանը Պակիստանի միջոցով Իրանին զինամթեր կամ զենիթային դյուրակիր հրթիռային համակարգեր է մատակարարում։ Նրա խոսքով նման տեղեկությունները զարման կառաջացնեն, եթե իրական լինեն։ Թրամփը նշել է, որ մայիսին ՉԺ նախագահ Սի Ցզինփինն իրեն վստահեցրել է, Պեկինը չի մասնակցելու Իրանի ռազմական օգնություն տրամադրելուն։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, այդ խոսման խախտումը լուրջ հիասթափություն կլինի Վաշինգտոնի համար։ Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել էր արևմտյան մամուլում շրջանառվող տեղեկությունները, հայտարարելով, որ Թեհրանին հոբ համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Պենզայի եւ Սարապուլի Wildberries լոգիստիկ պահեստներին։ Պենզայի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոյի խոսքով նախնական տվյալներով 1 մարդ ուժել է, իսկ շուրջ 200 աշխատակիցներ ժամանակին տարհանվել են։ Սարապուլի պահեստում հարվածից հետո բռնկվել է հրդեհ, որի մարման աշխատանքներին ներգրավել են հրշեջները։ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է, Սարապուլում տուժածներ չկան, քանի որ օդային տագնապի պատճառով նախապես իրականացվել էր տարհանում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ավարտել է Իրանի դեմ իրականացված հարվածների ծանր ալիքը՝ ի պատասխան ԱՄՆ ուժերի ուղղությամբ նախորդ օրը կատարված հրթիռային հարձակման փորձի։ Թիրախավորվել են ԻՀՊԿ-ի տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում հրամանատարական կենտրոններ, հրթիռային եւ անօդաչու համակարգերի բազաներ, առափնյա պաշտպանության դիրքեր եւ ծովային կարողություններ։ Վաշինգտոնը նշում է գործողության նպատակներ նվազեցնել Իրանի եւ նրա դաշնակիցների կողմից ԱՄՆ ուժերին, առևտրային նավագնացությանը եւ Պարսից ծոցի երկրների անվտանգությանը սպառնացող վտանգները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են մարտական առաջադրանքի ընթացքում կորցրել են F-16 կործանիչ։ Մամուլի ծառայության տեղեկացմամբ թռիչքի ժամանակ ինքնաթիռը մարտակարգ իրավիճակ է առաջացել, ինչի հետևանքով կապը օդանավի հետ կորել է։ Օդաչուն հասցրել է ինքնանետվել եւ փրկարարների կողմից տարհանվել անվտանգ վայր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ կործանիչի կորստի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, Բերլինը հատուկ պատասխանատվություն է կրում Իսրայելի նկատմամբ եւ չի աջակցի նրա դեմ ընդհանուր պատժամիջոցների կիրառմանը։ Նրա խոսքով Գերմանիայի դիրքորոշումը անփոփոխ կմնա նաեւ առաջիկա ժամանակահատվածում։ Մերցը շեշտել է, պատմական պատասխանատվությունը շարունակում է ձևավորել Բերլինի քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ։ Նա բացառել է Իսրայելի դեմ համընդհանուր պատժամիջոցների ռեժիմին միանալու հնարավորությունը։ Գերմանիայի կանցլերը վերահաստատել է, որ երկրի աջակցությունը Իսրայելին մնում է սկզբունքային։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացության քննարկումից հետո երկրորդ փուլն են անցել Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր որպես պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու։ Հարցին չի նեղսրտել, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է. ոչ, իմ կարգի մարդը կարող է նեղված լինել։ Լրագրողը հետաքրքրվել է, քանի ձայն է ստացել նա, որին ի պատասխան ԵԿՄ նախագահն ասել է. ուշադիր չի եղել, բայց եղել են քվեարկողներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը եղել է երկար եւ բովանդակալից, որի ընթացքում կողմերը մի շարք հարցերի շուրջ եկել են ընդհանուր ըմբռնման։ Ռուսաստանի Դաշնության նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին եւ շարունակելու ենք այն առավել եւս հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին, ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չպատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ այլ ընտրանքներ չունենա։ Հայաստանը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է նաև արտահանման խնդիրներին, նշելով, որ դրանք վերաբերում են ոչ թե միայն Հայաստանին, այլ ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 30-ի գիշերը եւ ուշ երեկոյան 31-ի գիշերը օգոստոսի 1-ից 2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 30-ի եւ 31-ի ցերեկը օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավարևելյան եւ արևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Հուլիսի 30-ից 31-ը օգոստոսի 1-ից 3-ը Արմավիրի մարզում, Արաքածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է
քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։